պատահական չէր, որ ինչպես միշտ ասել ենք, այս չարիքը մարդկանց սնեց, փորձեց սնել կամ սնեց, թունավորեց ուղղակի հպարտության մեղքով, հպարտ քաղաքացիներ, հիշում եք, չէ՞, հպարտ քաղաքացիներ, ինչ է մնացել այդ հպարտ քաղաքացիներից։ Ինչ, մարդիկ բնականից կոտրվել են, մարդիկ փորձում են ինքնապաշտպանվել, մարդիկ այս կամ այն ձևով փոքր կամ մեծ չափով փորձում են ճեղքել, այսպես ասած, տեսության ենթարկել իրենց, շատ մարդիկ են փոփոխվել այս ընթացքում, հասկացել եւ գիտակցել են, այդ անտարբերություն կոչված, որ անընդհատ խոսվել է, անտարբերություն, ես որ չեմ համարել անտարբերություն, այլ մարդկանց ուղղակի սեփական այս կյանքը պաշտպանելու այս տարաբնույթ հարձակումներից եւ թունավորումներից ելք չգտնելու իմաստով փորձելու ինքնապաշտպանվել եւ դա մենք որակել ենք անտարբերություն։ Եվ այդ հպարտ քաղաքացի լինելու հանգամանքով կամ հպարտության մեղքով է սնել, որպեսզի անձը դառնա կենտրոնական մարդը, ինքն իրեն չկարողանա իսկապես գնահատել, խորքային գնահատել, ճանաչել եւ հայտնվել այլ տիրույթում, եւ այնտեղ կործանումը անխուսափելի է։ Ինչ որ արել է այս չարիքը, ուղղակիորեն